60-ական թվականներին ապրում էինք Աբովյան պուրակի մոտ, հարևանությամբ առաջին կլինիկական հիվանդանոցներ։ Մեր հարևանի տուն Ղարաբաղից մի կին էր եկել, ամուսինը պիտի պառկեր առաջին հիվանդանոց, ինքն էլ պիտի խնամեր։ Հարևանն էլ իր սենյակներից մեկը լրիվ անվճար տվել էր այդ կնոջը, որպեսզի այդտեղ ապրի, ամուսնուն գնա խնամի, ապա քինումից հետո վերադառնան նորից Ղարաբաղ։ Մի օր բակում այս կինը Ղարաբաղցի գործ էր անում, հանկարծ նկատեցի, որ հարևանի տնից երբ երաժշտության ձայն եկավ, նվագում էր Արամ Մերանգուլյանի ժողգործիքների նվագախումբը։ Այս կինը ուշադիր սկսեց լսել, ապա շրջվեց ինձ ու ասաց, չնայած փոքր երեխա է, ասաց, գիտես, մեր մոտ այսպիսի երաժշտություն չկա։ Ռադիոյով հեռուստատեսությամբ միայն թուրքական երաժշտություն ենք լսում։ Սա առաջին դրվագը։ Երկրորդ դրվագ։ Ունեի մի ծանոթ, որը ծնվել էր Ադրբեջանի մի փոքրիկ քաղաքում։ Մի օր այսպիսի բան ասաց, գիտես, ասաց, Ադրբեջանում միայն Բաքվում է, որ քիչ թե շատ կարգ ու կանոն կա։ Բաքվից դուրս լրիվ անարխիա է։ Ասում է Երևանում, Հայաստանում նույնպես կա, թերակը շռել, տակից ծախել, բայց ասում է Ադրբեջանի մասշտաբներին չի կարող հասնել։ Ասում է Ադրբեջանի խանութներում նույնիսկ գնապիտակներ չկան, հաճախորդը որ մտնում, չի ասում ապրանքը ինչ արժի, վաճառողին ասում է քանիսով եք ծախում։ Այս երկու դրվագը պատմեցի, որ ցույց տամ մենք եւ արցախցիները ինչպիսի տարբեր մշակութային իրավիճակներում ենք ապրել։ Եվ Հայաստանի դժբախտությունը սկսեց նրանից, երբ այլ ավելի ցածր մշակույթի կրողների բերեցին Հայաստան եւ նշանակեցին տարբեր պաշտոնների, ընդհուպ մինչև երկրի նախագահ։